Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հաղորդում են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների դեմ շարունակվող դատավարության հերթական նիստի մասին, ապա գործակալության փոխանցմամբ այսօր հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են մեջբերում հայկական զինված ուժերի բազմաթիվ հանցավոր գործողությունների, քաղաքացիական անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու, նրանց կյանքին վերջ դնելու փորձերի, նրանց գույքին վնաս հասցնելու եւ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած այլ միջադեպերի, Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն, դրանց միջազգային իրավապաշտպաններ, լրագրողներ ներկա չեն, նիստերից հաղորդում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները, որոնց ներկայացրած տեղեկությունները ճշտելու հնարավորություն չկա։ Ռուսաստանյան Ոսկրեսենսկում ուկրաինական դրոնների զանգվածային հարձակումից հետո բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 76-ամյա կին եւ նրա 6-ամյա թոռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր երկրի 8 մարզերում շուրջ 8 տասնյակ ուկրաինական անօդաչու է խոցվել։ Ուկրաինան իր հերթին հաղորդել է Դնեպրոպետրովսկի, Սումիի մարզերի վրա տասնյակ անօդաչուների հարձակման, վարչական եւ բնակելի շենքերի վնասման մասին կան տուժածներ։ Ուկրաինայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ նախագահ Թրամփը թույլատրել է Ուկրաինային իրականացնել հեռահար հարվածներ Ռուսաստանի խորքային թիրախներին։ Պետք է օգտագործել հնարավորությունը խորը հարվածներ հասցնելու համար, անձեռմխելի վայրեր գոյություն չունեն, ասել է Թրամփի բանագնացը։ Երեկ Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատար է նախագահ Մայա Սանդուի գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը, երկրորդ տեղում է պրոռուսական դիրքորոշմամբ հայտնի հայրենասիրական բլոկը, երրորդը մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի ստեղծած ալտերնատիվ ընտրական բլոկն է։ Ընտրությունների նախօրեին Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մի քանի ընդդիմադիր ուժեր հեռացվել են մրցապայքարից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշնանային զորակոչի հրամանագիր է ստորագրել, որը համարվում է ամենամեծը 2016 թվականից ի վեր։ Ըստ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրների բանակ է զորակոչվում 18-ից մինչև 30 տարեկան 135,000 տղամարդ։ Զորակոչը ենթադրում է զինծառայություն Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական բազայում, ի տարբերություն զորահավաքի, որի մասնակիցները զորակոչվում են պատերազմի։ Թբիլիսիի դատարանը Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին եւ պետանվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային պարտավորեցրել է մոտ 3 միլիոն 300,000 դոլար վճարել կառավարությանը։ Դատարանի այսօրվա վճիռը այսպես կոչված բաճկոնի գործով է, որի շրջանակում նախկին նախագահն ու նրա մի խումբ ենթականներ մեղադրվում են պետական միջոցների մսխման մեջ։ Մինչ այդ Սաակաշվիլին այլ քրեական գործերով էլ է անցնում եւ անցած տարիներին մի շարք դրվագներով մեղավոր է ճանաչվել ու ըստ կայացված վճիռների ազատազրկման դատապարտվել մինչև 2034 թվականը։ Նախկին նախագահն ու նրա ղեկավարած ընդդիմադիր ուժը մեղադրանքները կեղծ ու քաղաքական են որակում։